Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք աղմկահարույց դեպքեր կրկին ուշադրության կենտրոնում են պահում իրավական պետության եւ քաղաքական ազդեցության սահմանների հարցը։ Դատարանների որոշումներն անտեսելն ու չկատարելը, ընտրական վեճերը, քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները, նաեւ մասնավոր սեփականության նկատմամբ պետության աճող հետաքրքրությունը դարձել է հանրային եւ մասնագիտական քննարկումների առարկա։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք իրավաբաններ պնդում են, որ տարբեր գործընթացներում քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերակայում է իրավական տրամաբանությանը։ Վերջին ընտրական գործընթացներից հետո մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ դատարաններում վիճարկվեցին։ Դատարաններն արձանագրեցին խախտումները, սակայն այդ գործընթացի շարունակությունը, վերաքվեարկությունների նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթին հայտարարեց, որ դատարանի որոշումները չեն ենթադրում ավտոմատ վերաքվեարկության անցկացում եւ յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկվի առանձին իրավական հիմքով։ Իրավունքը խախտվում է, ամեն ինչ արվում է քաղաքական նպատակներով, քաղաքական նկատառումներով եւ կարծես թե մի անձի եւ մի կուսակցության համար է ծառայում ողջ իրավապահ համակարգը եւ եթե նույնիսկ անհատ դատավորներ են լինում կամ անհատ գործիչներ իրավապահ համակարգից, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում լինի որոշումով կամ ինչ-որ որոշում չկատարելով, ապա հասկանալի է թե մենք տեսել ենք թե ինչ վիճակներում են նրանք հայտնվում։ Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքին, որի սահմանափակումը ըստ օրենսդրության կարող է իրականացնել միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների կամ դատարանի որոշմամբ։ Անհրաժեշտ է քրեական վարույց, քրեական վարույթի շրջանակներում առաջադրված մեղադրանք, այսինքն հանրային քրեական հետապնդում եւ դրա շրջանակներում կիրառված բացակայելու արգելք խափանման միջոց։ Բացակայելու արգելք խափանման միջոց կիրառված չլինելու պարագայում այդ անձանց ելքը սահմանափակելու իրավական հնարավորություն չկար։ Վերջին օրերին տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ հայտարարեցին, որ սահմանային անցակետերում իրենց արգելել են լքել երկիրը։ Իրավունքի տեսանկյունից կարող էին արգելել միայն կնոջի կողմից կայացված որոշման հիման վրա։ Նա մանավանդ խոսքը այստեղ գնում էր տեխնացուների մասին, որոնց պարագայում նման տիպ որոշումներ կայացնելուց առաջի հերթին պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր թողտվությունը տար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր, որպեսզի խափան միջոց ընտրվեր, որպեսզի այդ արգելքը փակվեր, բայց մենք տեսնում ենք, որ հակառակ հերթականությամբ է արվում։ Նման իրավիճակում հայտնվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գրասենյակը նախապես տեղեկացրել էր, որ նախագահը պատրաստվում է 3 օրով մեկնել արտերկիր անձնական հարցերով, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Որոշման ամբողջական եւ հրապարակային հիմնավորումը չի ներկայացվել։ Սպասելի էր, որ այդ քայլը արվելու է, որովհետև ցավոք վերջի տարիներին իրավապահ համակարգը, քննչական կոմիտեն, դատախազությունը ավելի շատ ոչ թե առաջնորդվում են քրեադատավարական օրենսդրությամբ, այլ առաջնորդվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթներով, հարցազրույցներով, ասուլիսներով եւ ցուցումներով։ Նմանատիպ դեպք պատահեց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի հետ։ Սահմանապահ ծառայությունը նրան արգելել է այցելել Վերին Լարս, իսկ այցելության նպատակը ոչ թե երկրից հեռանալն էր, այլ ուղիղ եթերով ներկայացնելը, թե ինչ հերթ է գոյացել Լարսում, ինչ վիճակում են հայկական բեռնատարները եւ գյուղմթերքի արտահանումը։ Սկզբում արգելքն է եղել երկրից դուրս գալու, վստահ եմ, որ հաջորդիվ մի շարք քրեական շինծ ու գործեր կլինեն եւ ուժեղ Հայաստանի հետ կապված եւ Հայաստան դաշինքի հետ կապված եւ Բարգավաճ Հայաստանի հետ կապված կլինեն մի շարք քրեական գործեր, կձերբակալվեն եւ փորձ կարվի կանոնավորելու մի շարք անձանց, որովհետեւ այդ հոսույթը իրավապահ համակարգը լսել է արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից։ Երկրից ելքի սահմանափակումների համատեքստում հիշատակվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը։ Նախկինում նրա նկատմամբ կիրառվել էին քրեական վարույթի շրջանակում խափանման միջոցներ, որոնց թվում էր նաև երկրից չբացակայելու պարտավորությունը, բայց այս անգամ ոչ ծանուցում է եղել, ոչ էլ կուշացում։ Վիճահարույց թեմաներից հաջորդը Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ զարգացումներն են։ Միջև իրավական գործընթացների պաշտոնական մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններով խոսել էր ընկերության հնարավոր պետականացման անհրաժեշտության մասին։ Փորձագետների կարծիքով հենց այդ հայտարարություններն են քաղաքական ազդանշան տվել հետագա իրավական եւ վարչական գործընթացներին։ Բարդ է իրավաբանի համար լուրջ քննարկման առարկա դարձնել այնպիսի կատեգորիաներ, որոնք չեն ենթարկվում որևէ իրավական տրամաբանության։
Նույն համատեքստում են նաև Արարատ ցեմենտի շուրջ հնչող քաղաքական հայտարարությունները։ Այս դեպքում նույնպես քաղաքական ուղերձ է նախորդել է իրավական գործընթացին։ Սրանով մենք ներդրողներ ենք կորցնելու մեր երկրում, որովհետև մեր երկիրը այլևս կանխատեսելի չէ, մեր երկիրը ստացվում է արդեն, որ հնարավոր է մեկ անձի որոշմամբ բիզնես փակվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ գործունեություն արգելվի, մեկ անձի որոշմամբ ինչ-որ մի բիզնես խլվի։ Երբ դատարանների որոշումները մնում են առանց քաղաքական հետևանքի, քաղաքացիներին չի ներկայացվում նրանց իրավունքների սահմանափակման ամբողջական հիմնավորումը, իսկ քաղաքական հայտարարությունները նախորդում են իրավական գործընթացներին, բնականաբար առաջանում են հարցեր պետական ինստիտուտների անկախության եւ իրավական համակարգերի ինքնուրույնության վերաբերյալ։ Իսկ այդ հարցերին իշխանությունը եւ ընդդիմությունը շարունակում են տալ տրամագծորեն տարբեր պատասխաններ։